բոլորին տեմ եմ։ Ահագին բան կա, որ բոլորին տեմ եմ գաղափարները ինձ համար ընդունելի են։ Եվ էլի ուրիշ քաղաքական ուժեր կան, որոնք այնպիսի բաներ են պնդում, որոնք ես էլ եմ պնդում եւ շատ վաղուց եմ պնդում։ Սպասել, որ բոլորին դեմ եմ, եթե նույնիսկ այդպիսի քվեաթերթիկ ավելանա, այդ հիմա գիտեք առանձին քվեաթերթիկներով են, չէ՞ քվեարկում։ Ես չեմ կարծում, թե բոլորին դեմ եմ գաղափարի, ոչ միայն այս կուսակցության, գաղափարի օգտին կքվեարկեն մնացած բոլոր քաղաքական ուժերի հանրագումարից ավելի մարդ։ Անհնար բան եմ ես սա համարում։ Ցույց տալ արդյունքում հանրությանը, որ տեսեք, ասենք, ընտրությանը մասնակցածների 20%-ը բոլորին դեմ է եղել, ինչ կտա սա։ Ճիշտ ասած չգիտեմ, ռացիոնալ բան ինձ թվում է չի տա։ Գուցե սխալվում եմ, ներողություն եմ խնդրում, չեմ ուզում նեղանան, հա, կուսակցություն ստեղծող մարդիկ կամ մյուս կուսակցությունները ստեղծող մարդիկ։ Ինչ կտա, բան չի տա, հասկանում եք։ Քաղաքական պայքարի մեջ մտած ուժը իմ կարծիքով պիտի երկրի առաջընթացի ծրագրեր դեմ տա։ Բոլորին դեմ են վերնագիրը, թեկուզ այդ գաղափարներով բոլորին դեմ են վերնագիրը այնքան էլ հաջող չէ իմ կարծիքով։ Կարող է լինել կամ կարող է լինել մեկ այլ անվանում, հա, բայց ոչ բոլորին դեմ եմ։ Ընդհանրապես ասում են, որ մերժողական, ժխտողական անվանումները վանում են, ուրեմն, այս դեպքում ընտրողներին։ Այդ մոտարապես նույնն է, որ ռեստորան բացես, վրան գրես, մարդ չմտնի ստեղ էլի։ Մի եկեք, էլի գործ չունեք, կարող է եւ աշխատի, կարող է զարմանալի շշմելու ցնցող արդյունքներ ցույց տա։ Այդ ռեստորան, բոլորը գնան ասեն, ես ինչ էին ասում, մի արեք ստեղ, սպասեք գնանք։ Մոտավոր օրինակ եմ բերում, գուցե կոռեկտ չէ համեմատությունը, բայց ամենայն դեպս։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։